Քրիստոս հարյավ իմերելոց, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Այսօր ապրիլի 24-ն է և մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված մեր սուրբերի անմար հիշատակը, որոնք ճաշակելով դառնության բաժակը, հարության տեսիլքը կտակեցին իրենց զավակներին և հետագա սերունդներին։ Հարության այս շրջանում, երբ մենք այս ողջույնով Քրիստոս հարյավ իմերելոց, այս ավետիսով ողջունում ենք միմյանց, մենք անուղղակիորեն, անուղղակի կերպով կարծես պատմենք նաև նրանց հարության մասին։ Այսօրվա ընթերցումը լեռան քարոզի մասին է, որտեղ Քրիստոս երանի է տալիս հեզերին, խաղաղարարներին, սգավորներին, նրանց, որոնք հալածվում են կամ հալածվել են արդարության համար, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը և նրանք են, որ պիտի կոչվեն Աստծո որդիներ։ Ընթերցենք այդ հատվածը։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, երանի սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն, երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը կժառանգեն, երանի արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան, երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն, երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն, երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն, երանի արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Այո, սիրելիներ, քրիստոնեությունը անձնազոհության, նվիրումի, սիրո մեջ միմյանց գերազանցելու և ոգու կրոն էր։ Դրա համար հենց իր գիրկը նետվողներից առաջինը հայը եղավ։ Ուրեմն խնդրենք առբարձյալն Աստված, որպեսզի իր ամենազոր աջը մշտապես հովանի լինի մեր հայ ժողովրդին և թող Սուրբ Հոգով հայության հավաքական հոգին իր կրած դառը տառապանքներից, փորձություններից, նեղություններից և տանջանքներից մխիթարություն գտնի։ Խունկ և օրհնություն, հարատև աղոթք մեր բոլոր նահատակների հիշատակին։ Հիշատակն արդարոց օրհնությամբ Եղիցի։